12 անշարժ գույք և 116 միլիոն դրամ է դատախազությունը պահանջում Հրազդանը 15 տարի ղեկավարած նախկին քաղաքապետ ՀԿ-ական Արամ Դանիելյանից։ 12 անշարժ գույքի շուկայական արժեքը 710 միլիոն 772 հազար դրամ է գնահատվում։ Հիմնականում Կոտայքի մարզում են գույքերը, կան նաև գույքեր Երևանում, որոնց կազմում կան հողամասեր, բնակելի տներ, մեկը դրանցից կենտրոն համայնքում է, Կոտայքի մարզում կա նաև ռեստորան։ Դատախազությունը ՀԿ-ական նախկին պաշտոնյայից Հօգուտ պետության պահանջում է բռնականձել նաև 1 տրանսպորտային միջոց ու 1 իրավաբանական անձում մասնակցության իրավունք։ Սահմանադրական դատարանի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնականձման մասին օրենքի վերաբերյալ որոշումից հետո դատախազությունը ներկայացրել է լրացուցիչ ապացույցներ։ Սահմանադրական դատանի որոշմամբ, ինչպես գիտենք, 2 ուղենիշեր սահմանեց եւ նպատակներ՝ կոռուպցիայի դեմ պայքար եւ հանցավորության դեմ պայքար։ Հանցավորության դեմ պայքարի համատեքստում մենք դիտարկել ենք 2015-ից 18 թվականներին ենթադրյալ հանցավոր արարքը վերաբերում էր Արամ Դանիելյանի կողմից պաշտոնական լիազորությունները չարաշահելուն եւ համայնքի հողի հարկ եւ գույքահարկ վճարվող գումարները յուրացման վատման եղանակով հափշտակությանը մոտ 102 միլիոն դրամ էր կազմում, իսկ կոռուպցիայի դեմ պայքարի նպատակի համատեքստում կարևորել ենք այն հանգամանքը, որ 2002-ից 2018 թվականը մինչև Արամ Դանիելյանը զբաղեցրել է Հրազդանի քաղաքապետի, հետո արդեն համայնքի ղեկավարի պաշտոնը։ Դատախազի խոսքով փոփոխություն է տեղի ունեցել, որով այս 2 նպատակներն են դրվել ապացուցման ենթակա հանգամանքների շարքում։ Արամ Դանիելյանի ենթադրյալ ապօրինի գույքի վերաբերյալ հայցը դատաքննության վերջնական փուլում է։ Նիստին նաև նախկին քաղաքապետն էր մասնակցում, որը հրաժարվեց մեր հարցերին պատասխանել։ Հայցն անհիմն որակեց եւ հարցերին չպատասխանեց նաև նրա ներկայացուցիչ Ալեքսանդր Սիրունյանը։ Այս նիստին նա վիճարկում էր փորձագետների տրված եզրակացությունները եւ միջնորդում նշանակել կրկնակի ապրանքագիտական փորձաքննություն։ Դատարանն այդ միջնորդության վերաբերյալ որոշում կկայացնի առանձին դատական ակտով։ Փաստաբանի մեկ այլ միջնորդության հիման վրա հաջորդ նիստին դատարան կհրավիրվեն եւ կհարցաքննվեն այս գործով եզրակացություն տված փորձագետները։ Տաթև Խաչատրյան, Արման Թովմասյան, լուրեր։